Ինչ է շուկայի շարժը եւ ինչն է ազդում դրա վրա։ Եկեք հիմա միասին հասկանանք ընկերներ։ Պատկերացրեք, որ շուկան մի մեծ այսպես առևտրի տեղ է, որտեղ որ կատարում են գնումներ եւ վաճառքներ։ Նույնը բնականաբար այստեղ մեր շուկանում է տեղի ունենում արդեն կրիպտոարժույթային առևտուր։ Առևտուրը կարելի է կատարել տարբեր հարթակներում, ինչպիսին օրինակ բիրժաներն են, որոնց որ արդեն որոշակի չափով բոլորը ծանոթ եք, որտեղ որ կան տարբեր կրիպտոարժույթներ եւ կատարվում է դրանց հիման վրա առևտուր։ Շուկայի շարժի վրա ազդող գործոնները իրականում շատ են եւ այդ գործոններից որոշների մասին ես քիչ հետո անպայման կներկայացնեմ։ Շուկայի շարժի հետևանքով առաջարկի եւ պահանջարկի հետևանքով ելնելով գնորդների ու վաճառողների առևտրից ձևավորվում է հենց գինը։ Բայց ինչու է գինը բարձրանում կամ իջնում։ Ամենագլխավոր պատճառներից մեկը դա հենց առաջարկն ու պահանջարկն է։ Եթե կա շուկա եւ շուկայում կա որևէ մի կրիպտոարժույթ, որը որ ունի մեծ պահանջարկ, ինչպիսին օրինակ բիտքոինը, հիմնականում տեսնում ենք աճ, որովհետև առաջարկը բիտքոինի քանակի սահմանափակ է, քիչ է, իսկ պահանջարկը շատ է։ Բազմաթիվ պետություններ, գիտեր, խոշոր ներդրողներ, ինվեստիցիաներ, ներդրումներ եւ գնումներ են կատարում բիտքոինում։ Եվ դրա հետևանքով ձևավորվում է հենց գինը, որը որ տեսնում ենք, որ մեծ դեպքերում լինում է աճող։ Ինչն է ազդում շուկայի շարժի վրա։ Շուկայի շարժի վրա ազդող գործոնները իրականում շատ են։ Ներկա ժամանակահատվածում դրա վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկը հենց նորություններն են։ Բացի առաջարկից ու պահանջարկից ելնելով մեծ ազդեցություն են թողում նաև գլոբալ տնտեսական նորությունները, ֆինանսական ճգնաժամ կամ էկոնոմիկայի հետ կապ ունեցող նորությունները։ Թրամփի մեկ հայտարարությունը նույնիսկ կարող է մեծ ազդեցություն թողել ամբողջ ֆինանսական շուկաների վրա, իսկ կրիպտոշուկան ֆինանսական շուկաներից ամենաերիտասարդ, ամենաթարմ շուկան է, որը որ միշտ այդպիսի նորություններին ավելի բուռն է արձագանքում վերջին իրադարձություններից ելնելով, երբ Թրամփի մեկ հայտարարությունը Twitter-յան պատճառ հանդիսացավ, որ բիտքոինը եւ մնացած կրիպտոարժույթները նվազում կատարեցին, նորից բարձրացան։ Իրականում որոշակի չափով դա նաև մանիպուլյացիա էր։ Մեր տեսադասերից մեկում հաստատ նաև կխոսենք մանիպուլյացիաներից, որպեսզի հասկանանք ինչպես է դա տեղի ունենում։ Շուկայի շարժի վրա ազդում են նաև խոշոր խաղացողները, որոնց անվանում են կիտեր, եւ նաև մարքեթ մեյքերներ, որոնք որ կարողանում են որոշակի չափով ազդել գնի վրա։ Կիտի խոշոր մեկ ներդրումը կարող է մեծ ազդեցություն թողել կրիպտոարժույթի աճի կամ նվազման վրա, կամ միանգամից կտրուկ վաճառքը բնականաբար։ Իսկ մարքեթ մեյքերները միշտ հետևում են շուկայի շարժերին եւ հակված են գինը տանել այն ուղղությամբ, որին որ չեն ցանկանում որ գնա սովորական մարդիկ եւ թրեյդերները։ Իրականում, եթե դիտարկենք, շուկայում կան շատ մասնակիցներ, կան թրեյդերներ, կան նորեկներ, կան կիտեր, մարքեթ մեյքերներ։ Ամեն մեկը յուրովի չափով ազդում է շուկայի շարժի վրա, բայց եթե խոշոր գլոբալ դիտարկում ենք անում, ավելի շատ ազդեցություն հենց գիտերը, մարքեթ մեյքերներն են ունենում եւ իհարկե նաեւ գլոբալ ու հիմնային նորությունները։ Հիմա քիչ հետո վիդեո տարբերակով նաև կդիտենք բիտքոինի շարժը, որպեսզի միասին հասկանանք ինչն է ազդել բիտքոինի գնի վրա, մեծ նվազման վրա, որտեղ են նրա աջակցությունները եղել, դիմադրությունները եղել, որտեղ են կուտակված եղել գնորդները, որտեղ են կուտակված եղել վաճառողները եւ ինչպես է ձևավորվել ընդհանուր գինը։ Հիմա ընկերներ, եկեք հենց գրաֆիկի վրա հասկանանք բիտքոինի շարժը, որտեղ է տեղի ունեցել գնումներ մեծ քանակի, որտեղ է տեղի ունեցել վաճառք մեծ քանակի, ինչը որ նպաստել է հենց բիտքոինի շարժին։ Գրաֆիկում, ինչպես տեսնում ենք, ահա այս հատվածում մեր բիտքոինը լավ աճ է ունեցել։ Նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում սկսել են գնումները եւ եղել է ավելի շատ պահանջարկ, քան իհարկե առաջարկ, եւ դրա հետևանքով բիտքոինը շատ մեծ աճ է ունեցել։ Տվյալ ժամանակահատվածում բիտքոինը հասել էր պատմական մաքսիմումի եւ պատմական մաքսիմումների ժամանակ հիմնականում սկսում է վաճառքը, այսինքն բիտքոինը հասնում է մի այնպիսի արժեքի կամ ցանկացած այլ կրիպտոարժույթ, որտեղ որ այն գնահատվում է շատ թանկ արժեքում, այսպես դիտարկենք, եւ մարդիկ, ովքեր որ ձեռք էին բերել այս մինիմալ արժեքներում, սկսում են վաճառել։ Վաճառքի հետևանքով ինչ է տեղի ունենում, բնականաբար գնի նվազում։ Եվ նորից իջավ գինը, սա մեր այսպես պատկերացրեք վաճառքի կետն է եղել, սա գնմանը, սա վաճառքին է, գինը իջավ ներքև։ Դրանից հետո նորից գալիս հայտնվում է մի այնպիսի կետ, որտեղից մարդկանց սկսում է հետաքրքրել նորից արժեքը եւ սկսում են գնել։ Տվյալ ժամանակահատվածում նույնպես մեր պահանջարկը սկսում է մեծանալ, բիտքոինը ցանկանում են գնել բոլորը, իսկ առաջարկը դեռ քիչ է բիտքոին եւ ընդհանրապես բիտքոինի առաջարկը միշտ քիչ է եւ սահմանափակ։
Եվ գինը նորից լավ աճ է ունենում եւ տեսնում ենք պատմական նոր մաքսիմում, դրանից հետո գինը նորից պատմական մաքսիմումից հետո նվազում է, այստեղ հետաքրքրությունը բիտքոինի հանդեպ քչանում է, կարելի այդպես ասել, որ շուկայում չկա այն պահանջարկը, որը որ բավարարի առաջարկին եւ դրա հետևանքով առաջարկ ու պահանջարկ սկզբունքից ելնելով ավելի շատ արք ու վաճառքի հետևանքով տեղի է ունենում վաճառք, քան արք եւ դրա հետևանքով գինը նորից նվազում է։ Այստեղ ասել էր օրինակ 74000-ին, որը որ հիանալի կետ էր եւ անալիզների միջոցով էլ իրականում այդ կետը կարող էինք հասկանալ, որ այստեղից կարելի է գնումները դիտարկել։ Եվ այստեղից նորից սկսում են գնումները բիտքոին եւ բիտքոինը բարձրանում է։ Եվ այսպես շարժ է ապահովում։ Շուկայում միշտ տեղի է ունենում արք ու վաճառք։ Եթե մենք նայենք գրաֆիկներին, կրիպտոարժույթի գրաֆիկներին, հիմնականում USDT առևտրային զույգերով, ապա չենք տեսնի կանգնած ինչ որ հատված, կամ չենք տեսնի հատված, որ գինը ահա այսպիսի շարժ ունենա։ Այդպիսի բան չի լինում։ Գինը կամ շարժվում է վերև, կամ ներքև, իսկ դրա վրա ազդում են մեծ քանակությամբ գնումները կամ վաճառքները։ Եթե վերջին օրինակը դիտարկենք բիտքոինի, այն երբ հասավ իր պատմական նոր մաքսիմումին 126000-ի շուրջ 126000 դոլարի սահմաններում, դրանից հետո տեսանք նվազումը եւ տեղի ունեցավ խոշոր անկում իրականում նույնիսկ կրիպտոիրադարձության մեջ դա մեծ նվազում էր, երբ մեծ քանակի վաճառքներ տեղի ունեցան բիտքոինի։ Եվ այստեղ արդեն տեսնում ենք հիմնականում խոշոր խաղացողներ, երբ տեսնում ենք այսպիսի կտրուկ մոմեր, ճապոնական մոմերով աճ կամ նվազում, ուրեմն այդտեղ դեր է խաղացել հաստատ որևէ խոշոր խաղացող կամ խոշոր խաղացողներ կամ կիտեր, ինչպես որ դրանց անվանում են։ Նույնը նաև գնման հետևանքով, երբ տեսնում ենք շատ մեծ այսպես մոմեր կտրուկ աճող, ուրեմն այդտեղ խոշոր քանակի բնականաբար գնումներ է տեղի ունեցել, ինչը որ նպաստել է գնի շատ մեծ աճին, կտրուկ աճին։ Եվ այս վերջին իրադարձության ժամանակ, խոշոր անկման ժամանակ բիտքոինը լավ նվազեց։ Բնականաբար նորից հասավ մի այնպիսի արժեքի, որը որ հետաքրքիր էր մարդկանց եւ նորից սկսեցին գնումներ կատարել։ Ահա այդ սկզբունքով ձևավորվում է շուկայի շարժը։ Եվ եկեք հասկանանք նաև ինչու են վաճառում կամ ինչու են գնում, որ կետերից են վաճառում եւ գնում ըստ մակարդակների, աջակցման ու դիմադրության մակարդակներ գոյություն ունեն։ Դիմադրության մակարդակները ձևավորվում են որևէ մի արժեքում մի քանի անգամ վաճառքների ժամանակ։ Երբ տեսնում ենք, որ գինը եկավ հասավ մի որևէ կետի եւ այդտեղից նվազեց, վաճառքներ եղավ եւ նորից նույն կետից վաճառքներ եղավ եւ նորից նույն կետից համարյա այսպես վաճառքներ եղավ, ուրեմն այս հատվածը զոնան կամ մակարդակը այն կոչվելու է դիմադրության զոնա, որտեղ որ մարդիկ հակված են վաճառելու ավելի շատ եւ հակառակ process-ը գոյություն ունի աջակցման հատված, որտեղից որ մարդիկ ավելի շատ հակված են գնելու։ Օրինակ, տվյալ ժամանակահատվածում այս հատվածից գնումները եղել են։ Գինը նորից իջավ, նորից այս հատվածից գնեցին, իջավ, նորից այս կետից գնեցին եւ այսպես շարունակ։ Կարող ենք արդեն իսկ ասել, որ այս հատվածը զոնան այն համարվում է ավելի շատ աջակցման զոնա եւ մարդկանց հետաքրքրող տարածք գնման համար։ Գինը շարժվում է հենց այդ մակարդակների, այդ զոնաների մեջ։ Պարբերաբար բացառության պատմական մաքսիմումների եւ մինիմումների, որովհետեւ երբ գինը պատմական մաքսիմում է ունենում, տվյալ ժամանակահատվածում մենք չգիտենք հենց որտեղից կսկսի վաճառքները, բայց երբ պատմական մաքսիմում չէ, մենք ուղեցույցեր ունենում ենք հասկանալու համար, որտեղից կարող են վաճառք իրականացնել, որովհետեւ նախորդ անգամներում այդ նույն հատվածներից վաճառքներ եղել են։ Եվ բնականաբար հոգեբանությունը մարդկանց նույն կերպ է աշխատում։ Եթե վաճառել են այս արժեքում եւ նույն արժեքում նորից նրանք միտված են լինելու վաճառելու եւ նույն արժեքում նորից գնումներ կատարելու։ Իհարկե միայն ու միմիայն սրանով չի կարելի առևտուր կատարել, եթե գծում ենք աջակցման դիմադրության մակարդակներ կամ զոնաներ, դա միայն ու միմիայն հերիք չէ առևտուր կատարելու համար, բայց դա մեզ համար կարող է լինել ուղեցույց, հուշող ֆակտոր հասկանալու համար, որտեղից կարող ենք գնումները դիտարկել, որտեղից կարող ենք վաճառքը իրականացնել։ Հիմա ընկերներ, նաև եկեք խոսենք շուկայի տրամադրությունից եւ մարդկանց էմոցիաներից։ Ինչպես է ձևավորում ընդհանրապես շուկայի տրամադրությունը։ Իհարկե ձևավորվում է մարդկանց էմոցիաների, հոգեբանության, վախի կամ ագահության հաշվին։ Ամենաշատը։ Հնարավոր է որոշները ձեզնից գիտեն վախի եւ ագահության ինդեքսի մասին, որը որ ցույց է տալիս հենց շուկայի տրամադրությունը, տրամադրվածությունը, դա հենց շուկայի մասնակիցների էմոցիաներն են։ Որն Բաֆետը մի շատ հիանալի խոսք ուներ, ասում էր, երբ բոլորը գնում են, դու վաճառիր։ Երբ բոլորը վաճառում են, վախեցած այսպես, դու պետք է գնես։ Եվ դա իրականում հենց այդպես էլ միշտ աշխատում է։ Երբ տեսնում ենք, որ մեծամասնությունը ուղղակի
մեծ վաճառքներ են իրականացնում, պետք է շուկայում ըստ տրամադրությանը ձևավորվելով, այսպես տրամադրության հաշվին, փնտրել ներքևից գնման կետեր եւ հակառակ process-ը, եթե ունենք արդեն գնաց կրիպտոարժույթներ եւ տեսնում ենք, որ գինը արդեն մեծ աճ է ունեցել եւ բոլոր ագահությամբ գնում են կրիպտոարժույթից, պետք է հակառակ արդեն փնտրել դուրս գալու կետեր եւ մասնակի վաճառքներ կամ թեկուզ ընդհանուր վաճառք իրականացնել։ Իրականում շուկայի շարժի վրա նույնպես շատ մեծ ազդեցություն են թողում շուկայի մասնակիցների էմոցիաները, քանի որ հենց մարքեթ մեյքերները, գիտերը աշխատում են մարդկանց էմոցիաների վրա, որպեսզի կարողանան որոշների նաև դուրս թողել շուկայից եւ աշխատում են այն մարդիկ, ովքեր հոգեբանորեն ավելի կայուն են, էմոցիաները կարողանում են կառավարել։ Հիմա ընկերներ, եկեք խոսենք թրենդերից եւ հասկանանք ինչ է այն իրենից ներկայացնում եւ ինչպես այն ճիշտ օգտագործել։ Ամերիկյան մի հայտնի ասացված կա, որտեղ որ ասվում է trend is your friend, այսինքն trend-ը քո ընկերն է։ Եվ իրոք առևտուր կատարելիս կրիպտոշուկայում, բիրժաներում, կրիպտոարժույթների հետ աշխատելիս trend գծելը եւ trend-ը կարդալ ու հասկանալը շատ կարեւոր է։ Նախ եւ առաջ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում trend-ը։ Trend-ը դա երկու զուգահեռ ուղիղների մեջ գնի շարժն է։ Շատ կարևոր է հասկանալ, որ ուղիղները պետք է լինեն զուգահեռ, որովհետև որոշները trend-ը խառնում են ուղղակի աջակցման ու դիմադրության գծերի հետ։ Այն պետք է լինի երկու զուգահեռ ուղիղների մեջ։ Եվ երկու զուգահեռների մեջ այդ զուգահեռը կարող է լինել աճող, նվազող կամ կողային։ Եվ ըստ այդմ տարբերակում ենք 3 տեսակի trend՝ աճող, նվազող կամ կողային trend-եր։ Եթե ունենում ենք աճող trend, թեորիապես հիմա բացատրեմ եւ գրաֆիկների վրա նույնպես անպայման ցույց կտամ, եթե ունենում ենք աճող trend, ապա պետք է ունենանք մինիմումների պարբերաբար աճ եւ ի սկզբանե գծելու ենք պարբերաբար աճող մինիմումները եւ դրանից հետո տանենք զուգահեռ դեպի մաքսիմումներ։ Նվազող trend-ի համար հակառակ process-ն է լինում, պետք է ունենանք պարբերաբար նվազող մաքսիմումներ եւ դրանից հետո գծելով արդեն մեր մաքսիմումները ուղիղ գծով տանում ենք զուգահեռ գիծ դեպի մինիմումներ։ Կողային trend-ը իրականում դա հենց նեյտրալ տարածքն է, որտեղ որ չկան հստակ գնորդներ ու վաճառողների այսպես տատանումներ կամ առավելություն, ավելի շատ արկ կամ վաճառք որևէ մի կողմ չունի եւ գինը ավելի շատ տատանվում է նույն զոնայում։ Եթե մենք կողային trend ենք տեսնում, դա նշանակում է, որ շուկայում բալանսավորված առևտուր է ավելի ու ավելի շատ կատարվում եւ կողային trend գծելու համար մեզ պետք է լինելու մաքսիմումներ կամ մինիմումներ, որոնք որ գտնվում են միևնույն աստիճանի վրա, միևնույն զոնայում եւ կարող են գծել կամ մինիմումները կամ մաքսիմումները եւ տանել հակառակ զուգահեռներ։ Աճող trend-ը ինչպես է ընդհանրապես ձևավորվում, արդեն իսկ ասեցի, բայց ինչ այն իրենից ներկայացնում։ Աճող trend երբ տեսնում ենք, դա նշանակում է, որ շուկայում տվյալ ժամանակահատվածում կա ավելի շատ պահանջարկ, քան առաջարկ, եւ պահանջարկի հաշվին, առևտրի հաշվին ավելի շատ գնումներ է տեղի ունենում, քան վաճառք, եւ դրա հետևանքով գինը պարբերաբար բարձրանում է, այսպես աստիճաններով։ Խոսքը չի գնում իմպուլսների մասին, երբ կտրուկ աճ է ունենում, պարբերաբար ուղղակի աճ, մինիմումների աճ եւ դրա հետ զուգահեռ նաեւ մաքսիմումների աճ։ Նվազող trend-ում, երբ տեսնում ենք նվազող trend-ը, դա հակառակ process-ն է ավելի շատ տեղի ունենում, այսինքն պահանջարկը քիչ է, առաջարկը ավելի շատ եւ ըստ դրա տեղի ունենում ավելի շատ վաճառքներ, քան գնումներ։ Դրա հետևանքով գինը պարբերաբար նվազում է։ Նորից ու նորից էլի խոսքը իմպուլսների մասին չի գնում, իմպուլսային նվազման մասին չի գնում, այլ պարբերաբար աստիճանական նվազում, որտեղ մինիմումներն ու մաքսիմումները պարբերաբար զուգահեռների մեջ նվազում են։ Իսկ կողայինի մեջ արդեն իսկ ասեցի, առաջարկը եւ պահանջարկը գրեթե հավասարաչափ են լինում եւ արկ ու վաճառքը նույն եղանակով է տեղի ունենում։ Եվ դրա հետևանքով գինը տատանվում է ուղղակի եւ ուղղակի այսպես հորիզոնական շարժի մեջ եւ ոչ կա հստակ աճ, ոչ էլ կա հստակ նվազում։ Պետք է նաեւ գիտակցել, որ trend-ը անվերջ չի լինում։ Թե աճողը, թե նվազողը եւ թե կողային trend-երը վաղ թե ուշ ջարդվում են եւ պետք է նաեւ հաշվի առնել trend-ի ջարդը։ Եթե ջարդ տեղի է ունենում ներքևից, այսինքն աջակցման գծից, ապա գինը մեծ հավանականությամբ միտված է լինում ավելի ներքև իջնելու։ Կապ չունի որ trend-ը։ Եթե ջարդը տեղի ունենում վերևից, էլի կապ չունի ինչպիսի trend է, ապա ջարդ է տեղի ունենում դիմադրության մակարդակում եւ գինը միտված է լինում ավելի ու ավելի բարձրանալու։ Պետք է նույնպես հաշվի առնել միշտ ու միշտ ջարդերը։ Նախորդ կանխատեսել կամ գուշակել ջարդը անհնար է, թե որ կետից կջարդի կամ երբ կջարդի, բայց երբ ջարդում է, բնականաբար այնտեղ մենք օգտագործում ենք ռիսկի կառավարումը եւ նաեւ ջարդերի առևտուր էլ գոյություն ունի, որը որ իմ աշակերտները մենք մեր դասերի ընթացքում քննարկում ենք եւ բնականաբար սովորում ենք trend-ի հետ ճիշտ աշխատել։ Հիմա կանցնենք գրաֆիկին եւ միասին դիտարկումներ կանենք ինչպես ճիշտ գծել trend-երը, երբ օգտագործել, երբ գնել, երբ վաճառել եւ իհարկե կդիտարկենք նաեւ ջարդերը։
Հիմա ընկերներ, եկեք գրաֆիկի վրա նաև հասկանանք, թե ինչպես կարելի է արդեն կառուցել թրենդը եւ հասկանանք ինչպես այն ճիշտ օգտագործել։ Ինչպես արդեն ասել էի, թրենդերը լինում են 3 տեսակ՝ աճող, նվազող եւ կողային, եւ եկեք միասին հասկանանք ինչ պայմաններ են պետք աճող թրենդ կազմելու եւ գծելու համար, ինչ պայմաններ նվազողի համար եւ իհարկե կողայինի համար։ Աճող թրենդ գծելու համար մեզ անհրաժեշտ է պարբերաբար աճող մինիմումի կետեր գրաֆիկի վրա, որոնց որ պետք է ուղիղ գիծ տանենք եւ անցկացնենք զուգահեռը։ Ինչպես է այն երևալու մեր գրաֆիկի վրա։ Օրինակ այս հատվածում ներկայում ես ինչ եմ տեսնում։ Մինիմումներ, որոնք որ պարբերաբար աճում են։ 1, 2, 3։ Գոնե 2 հատ մինիմում պարբերաբար աճող պետք է լինի, որպեսզի այնտեղով կարողանանք թրենդը կառուցել։ Եվ ինչ ենք անում, վերցնում ենք լինիա տրենդա գործիքը եւ այդ մինիմումները ուղիղ գծով ուղակի միացնում։ Ցանկալի է որպեսզի ստվերներն էլ իր հետ ներառենք, եթե այսպես շատ հեռու է։ Եվ ահա ես ուղիղ գծով միացրեցի։ Ուղիղ գծով միացնելուց հետո ես արդեն ունեմ իմ մինիմումների գիծը։ Սա կոչվելու է աջակցման գիծ։ Թրենդի աջակցման գիծ, որին երբ գինը գալիս է հասնում է, այդտեղից բարձրանում է, գալիս հասնում է, բարձրանում է։ Եվ ինձ պետք է դրանով տանեմ զուգահեռ։ Վերցնում եմ այս գիծը, կլոնավորում եմ, մկնիկի աչով սեղմում եմ եւ այստեղ կա կլանիրվեց։ Եվ նույն գծից տանում եմ վերև։ Իմ մաքսիմումներն եմ գծում, էլի 1-2 հպում, որպեսզի գոնե լինի, երբ զուգահեռը տանում եմ։ Եվ վերջ ես տանում եմ իմ թրենդը։ Հիմա իմ թրենդը այստեղ աճող է, որովհետեւ ունեմ պարբերաբար աճող մինիմումներ, որը որ երբ զուգահեռ եմ տանում, նաեւ տեսնում եմ իմ աճող մաքսիմումները պարբերաբար։ Եվ ահա աճող թրենդը։ Աճող թրենդում ես հասկանում եմ ուղղություն, այսինքն իմ գինը ուղղված է ավելի շատ աճելու։ Եվ ես կարող եմ աճող թրենդի ներսում ավելի հակված լինել գնումներ կատարելու, որտեղից կարելի է ըստ թրենդի այդ գնումները կատարել։ Հիմնականում գնումները կատարվում է աջակցման գծերի մոտ, այսինքն գինը եկավ, հասավ մեր աջակցման գծին, այստեղից գնումը կատարվում է, իսկ վաճառքների համար կարող են մեզ օգտակար լինել մակարդակները, որոնցից արդեն իսկ խոսել էի, եւ իհարկե նաեւ թրենդի գծերը։ Վերևի գիծը դա կոչվում է դիմադրության գիծ։ Վերևի գծում, եթե ուշադիր լինենք, հիմնականում վաճառքներն են եղել, գինը բարձրացավ, այստեղ վաճառք իջավ, բարձրացավ, վաճառք իջավ, եւ հիմա էլ արդեն հասել է մեր աջակցման եւ միտված է բարձրանալու։ Բարձրանա հասնի դիմադրության գծին, այստեղից վաճառք։ Թրենդը իրականում անverջ չի լինում, այն վաղ թե ուշ ջարդվում է։ Եվ ես օրինակով ցույց կտամ ինչպես է տեղի ունենում ջարդը, դա մի առանձին այլ թեմա է, որպեսզի նաև հասկանանք։ Բայց այսպես եկեք նայենք նվազող թրենդ, գտնենք նվազող թրենդ եւ նվազող թրենդում նույնպես ցույց տամ։ Ինչ է պետք նվազող թրենդ գծելու համար։ Նվազող թրենդ գծելու համար մեզ անհրաժեշտ է պարբերաբար նվազող մաքսիմումի կետեր։ Գոնե 2-3 հատ նվազող մաքսիմում։ Օրինակ այստեղ տեսնում եմ մաքսիմումներ, որոնք որ պարբերաբար նվազում են։ Այստեղ եւ այսպես շարունակ։ Իմ մաքսիմումները նվազում են։ Ինչ եմ ես անում։ Վերցնում եմ նորից լինիա տրենդագործիքը եւ այս մաքսիմումները միացնում ուղիղ գծով։ Ինչքան շատ հպում է ներառում, այնքան ավելի լավ, բայց չպետք է այդ գիծը այնպես լինի, որ շատ դուրս եկած լինեն այս մոմերը։ Դա այդքան էլ ճիշտ չի լինի։ Այս հատվածում օրինակ ավելի դիտարկելի է։ Ունեմ 1, 2 եւ 3 հպում։ Արդեն դիտարկելի է։ Եվ ինձ պետք է նորից զուգահեռ անցկացնեմ արդեն մինիմումներում։ Վերցնում եմ, կլոնավորում եմ այս իմ թրենդի գիծը եւ տանում դեպի մինիմումներ։ Մինիմումներում նույնպես հատումները պետք է տեսնենք, գոնե 2-3 հատում։ Եվ ահա իմ մինիմումների հատումները։ Եվ վերջ ստանում ենք նվազող թրենդ։ Նվազող թրենդը ցույց է տալիս նորից ուղղություն դեպի ներքև։ Այստեղ ավելի շատ ընկերներ, եթե սպոտով ենք աշխատում, գնումներ այդքան էլ դիտարկելի չեն, իսկ ֆյուչերսներում կարելի է նվազման անկման վրա բնականաբար աշխատել։ Նորից մեր վերևի գիծը դա դիմադրություն է, որին գինը հասնում է եւ այդտեղից սկսում նվազել, իսկ ներքևի գիծը դա աջակցումն է, որտեղից գինը շատ հաճախ շրջադարձեր ունենում եւ սկսում է բարձրանալ։ Սա էլ մեր նվազող թրենդը եւ հենց նվազող թրենդի վրա ցույց տամ նաեւ թրենդի ջարդը։ Մենք երբեք չենք տեսնի, որ գինը միշտ աճ ունենա կամ միշտ նվազի եւ դա լինի թրենդի ներսում։ Այդպիսի բան ընկերներ չի լինում։ Վաղ թե ուշ թրենդը ջարդվում է։ Թե երբ է թրենդը ջարդվում, դա գուշակելը անհնար է եւ հստակ իմանալը անհնար է։ Կան այո ուղեցույցներ մեզ համար, որ կարող է թրենդը ջարդ ունենալ, բայց հիմա դրա մասին չխոսենք, դա առանձին այսպես կներկայացնեմ։ Հիմա եկեք հասկանանք, երբ ջարդ է տեղի ունենում, ինչ պետք է անել։
Եթե trend-ը ջարդվում է վերևից եւ մենք տեսնում ենք, որ մեր մոմերը դուրս եկա մեր trend-ի գծից, դա նշանակում է, որ գինը ձգտելու է ավելի շատ վերև բարձրանալու եւ ուղղությունը, որ նվազող էր, այլևս նվազող չէ, ուղղությունը փոխեց։ Այն կամ սկսելու է կողային շարժ ունենալ ավելի ու ավելի շատ, կամ արդեն դեպի աճ է ձգտելու։ Եթե trend-ը ջարդվում է ներքևից եւ trend-ը նվազող է, ապա այն կարող է նվազել ավելի ու ավելի իմպուլսիվ։ Հիմա եկեք նորից օրինակի վրա գտնենք եւ հասկանանք։ Օրինակ, այս հատվածում ունեցել ենք նվազող trend։ Եթե դիտարկենք, ահա այսպիսի նվազող trend է եղել։ Եվ ինչ եմ նկատում, որ իմ նվազող trend-ը ջարդել է ներքևից եւ այն իջել է կտրուկ, ավելի ու ավելի իմպուլսիվ։ Նույնը իհարկե աճող trend-ում է լինում, երբ տեսնում ենք աճող trend-ում ջարդ վերևից, ապա այն միտված է լինելու ավելի ու ավելի իմպուլսիվ աճի։ Եթե աճող trend-ում մեր trend-ը ջարդվում է ներքևից, ապա ուղղությունը փոխում է եւ բնականաբար տեսնելու ենք կամ կողային շարժ կամ նվազող շարժ։ Եվ իհարկե ընկերներ, նաեւ կողային trend գծելու համար մեզ պետք են մաքսիմումներ գոնե 2 հատ, որոնք որ գտնվում են միևնույն զոնայում կամ մակարդակում, կամ մինիմում 2 հատ մինիմումի կետեր, որոնք էլի գտնվում են միևնույն զոնայում, եւ տանել զուգահեռը։ Կողային trend-ը մեզ ցույց չի տալիս ուղղություն աճի կամ նվազման։ Դա ավելի շատ բալանսավորում է, որ հիմա ոչ գերակշռում են գնորդները, ոչ էլ վաճառողները։ Կողային trend-ը գծելու համար մեզ պետք է տեսնել մինիմումներ, որոնք որ գտնվում են միևնույն զոնայում, եւ տանել զուգահեռ դեպի մաքսիմումներ, կամ հակառակը մաքսիմումները, որոնք որ գտնվեն միևնույն զոնայում, եւ տանել զուգահեռ դեպի մինիմումներ։ Այստեղ ավելի շատ գտնվում են իմ մինիմումները միևնույն զոնայում։ Նորից կարող եմ վերցնել լինիա տրենդագործիքը կամ գորիզոնտալնի լինիա գործիքը, հորիզոնական գիծ, եւ այստեղով տանեմ իմ գիծը, ուղիղ գիծ։ Եվ իհարկե տանեմ նաեւ զուգահեռը նորից իմ մաքսիմումներ։ Եւ այստեղ ես ստանալու եմ արդեն կողային trend։ Եվ ինչպես նկատում ենք, նորից նույն գծերն են, դիմադրությունը վերևն է, աջակցումը ներքևում։ Եվ ինչպես նկատում ենք, չկան հստակ մաքսիմումների կամ մինիմումների աճ։ Այստեղ իմ մաքսիմումներն ու մինիմումները տատանվել են միևնույն հատվածում։ Էլի ու էլի վաղ թե ուշ կողային trend-ն էլ է ջարդվում, հիմնականում շուկայում ավելի ու ավելի շատ հանդիպում են աճող ու նվազողը, բայց նաև կողային trend նույնպես իհարկե լինում է։ Եվ երբ կողային trend-ը ջարդվում է վերևից, նորից գինը միտված է լինում բարձրանալու վերև։ Եթե կողային trend-ը ջարդվի ներքևից, ապա այն միտված է լինելու իջնել ներքև։ Սա էլ մեր trend-ը ընկերներ եւ trend-ի ջարդերը, ինչ պետք է միշտ հաշվի առնել ու իմանալ, որ trend-ը ցույց է տալիս ուղղություն ավելի ու ավելի շատ, այլ ոչ թե կոնկրետ մուտքի կետ գործարկվածելու համար։ Եվ իհարկե ըստ ուղղության պետք է առևտուր կատարել։ Երբեք ու երբեք պետք չէ դեմ գնալ trend-ին, ինչպես արդեն ասել էի, trend-ը մեր ընկերն է եւ պետք է trend-ի հետ առաջ շարժվել ըստ ուղղության հասկանալ, ինչպիսի առևտուր իրականացնել։ Ընկերներ, իրականում այս ամեն ինչը, ինչ որ ես ասեցի, ել ավելի խորացված տարբերակով աշակերտները սովորում են իմ դասերի ընթացքում։ Եթե ցանկանում եք դուք էլ սովորել եւ բնականաբար այն կիրառել գործնականում, ինչպես որ մնացածն են անում, եւ միանալ մեր դասերին միանալու հղում կա, նկարագրությունների բաժնում կարող եք մտնել եւ սեղմել գրանցվելու համար, որպեսզի միանաք մեր դասերին։ Ընկերներ, շնորհակալություն բոլորիդ մինչև վերջ դիտելու համար։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, անպայման լայք եք դնում եւ իհարկե բաժանորդագրում եք նաեւ մեր սոցցանցերին։ Եվ գրեք նաեւ մեկնաբանություններում, թե որ պահը ձեզ համար ավելի հասկանալի էր, եթե կար ինչ-որ պահ անհասկանալի, նաեւ դա եք գրում մեկնաբանություններում, որովհետեւ ձեզ համար ել ավելի լավ տեսադասեր ենք պատրաստել եւ հանդիպելու ենք շուտով։